Այսօր հոլովակը սկսում եմ այս համեղությամբ սիրելիներս եւ սիրով ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Բարի օր եմ ցանկանում բոլորիս, թող մեր օրը տնօրինի Աստված, հարգելիներ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հարցս քերիչով անցկացնում է մեր հայկական բրինձա պանիրը, որպիսի թխի երեխաներին խաչապուրի։ Խմորը գնված է, ասեմ, որ բացի մեր հայկական պանիրից, նաև քերիչով անցեկացնելու ռուսական պանիրը եւ տվորոգով է պատրաստելու, տվորոգը որ խառնում ես, շատ փափուկ է ստացվում եւ շատ համեղ է ստացվում։ Ահա, հիմա էլ մեր հայկական պանիրն է ձյորկայում, տվորոգը արդեն այնտեղ ունի է պատրաստած, խնդրեմ։ Հիմա գնված խմորի մի տապակը բացում է, ալյուր է ցանում, գրտնակով լավ բացում է։ Սառած է, մի քիչ դժվարությամբ է բացում, ասեմ, որ այս խմորը շատ լավ խմոր է, հետևորդներ ջան, շատ լավ բարձրանում է եւ շատ փխուր է, նապայլոնել է, ընտիր ստացվում։ Ցանկացողներին կարող եմ նկարել, ասել ինչ խմոր է, դուք էլ գնեք, եթե ցանկություն չունեք ինքներդ պատրաստեք, կարող եք գնել եւ պատրաստել։ Ժամանակի համար, սուղության համար հարցս գնել էր եւ փորձել ենք 2 անգամ, շատ լավ է ստացվել։ Խնդրեմ։ Արդեն լավ բացվում է։ Հարսել է լավ պատրաստում, մեկ-մեկ իրեն պատրաստածներն ցույց կտամ, հարգելիներս։ Տեսեք ինչ լավ քառակուսի բացեց։ Հիմա դանակով մասերի է բաժանում, խնդրեմ, 4 մասի, մի լիստը պատրաստում է 4 կտորի է անում, լցնում է խառը, տվորոկ, պանիրը իրար հետ։ Ահա, բավականին շատ էլ մի անկյունի վրա լցնում է, տեսնենք ոնց է փաթաթում, հավաքում է բողջայի նման, թե ծրարաձև, երևի ծրարաձև, որովհետև անկյունով է լցնում։ Հյուրեր ունեինք առավոտյան, եկել էին ինձ տեսակցելու, չեմ ուզում ձեր տրամադրությունը գցած լինեմ, հոլովակի վերջում ձեզ կտեղեկացնեմ, սիրելիներս, թե ինչ է պատահել ինձ հետ։ Հիմա սիրով դիտեք, որի համար անչափ շնորհակալ եմ ձեր դիտելու համար, կոմենտարիաները գրելու համար, ջերմ խոսքերի համար, ամեն ինչի համար, ձեր բարության համար շնորհակալ եմ։ Դիտեք մինչև վերջ, հետո ես ձեզ կտեղեկացնեմ, որովհետև սիրելիներս, ուզում եմ, որ դուք իմանաք։ Ահա, կողքեր ծրարաձև է անում, այո։ Ես արդեն կռահեցի։ Ծրարաձև ծալում է։ Հեշտ հասարակ, ժամանակ չունի, հյուրեր շատ ունեինք, տեսակ արդեն կռահեցիք սուրճի սեղանից, ասեցի ուզում են գնեք ավելի հեշտ է, արագ է ստացվում։ Ահա, ծրարաձև սիրուն, ակուրատնի, շատ սիրում է հանգիստ կոկիկ անել իր գործը։ Այս գրտնակը, սիրելիներս, 98 թվականին առաջին անգամ եկել եմ Մոսկվա, օպերացիա եմ եղել, ամուսինս այստեղ աշխատում էր, կանչեց, եկանք օպերացիա եղա թևս,
Աշխատողների համար մի քանի աշխատող կային, այսինքն հարազատներ էին բոլորը, մինչև օպերացիան իրենց համար խմորեղեն պետք է թխեի, այս մի հատ հայ տղա կար լեննականցի, անունը Գագո, նա է պատրաստել, մինչև այսօր ձեռքումս է, ճիշտ է 98-ին գնացել եմ Հայաստան, վերադարձել եմ 99-ին, այս գռտնակը նորից վերադարձրել են ինձ, ես տվել եմ մեր բարեկամուհուն, օգտագործում էր, շատ ծանր, շատ լավ գռտնակ է հարգելիներս, սա էլ գռտնակիս մասին, հիմա կդնի, տեսեք սև գույնի կալկա է դրել, բայց առաջին անգամ եմ տեսնում սև գույնի, ահա, սկուտեղի վրա դրեց, հիմա էլ ձուկը կսի, խնդրեմ, ամեն մի լիստը 4 հատ է փաստորեն լինում, խմորի մեջ 2 լիստ է, հիմա ձվի դեղնուց է կսում, մի քիչ էլ բուսայուղ, ես եմ սովորացրել, որ բուսայուղ կսի, շատ կարմիր է լինում և խրխրթան, փորձեք, գաթաների երեսը կսեք, մի քանի կաթիլ բավական է, որ լցնեք, հիմա կդնի ջեռոցը, նախորոք տաքացրել է ջեռոցը, ասեմ, որ ընտիր ջեռոց է, փորձել ենք, այս մեր արարողության ժամանակ էկլեր թխեց, ընտիր, սիրելիներս, լավ թխում է, վերև, ներքև և ֆիլտր ունի, որ հովացնում է, հետևորդներ ջան, տեսեք ինչ ընտիր խաչապուրիներ ստացվեց, իրոք խմորը շատ ընտիր է, շատ լավ, կարմիր, բարձր խաչապուրիներ ստացվեց և ընդ որում նաև ջեռոցն էլ է լավ թխում է, խնդրեմ տեսեք, սիրելիներս տեսեք, դո և պոսլի է անում հարսը, տեսնում եք ինչ ընտիր է, հիմա եկել է պահը, որ ասեմ սիրելիներս տան մեջ ընկել եմ մայիսի 1-ին և ոտքս եմ կոտրել իմ հարազատներ, ընկերներ ջան, սիրելիներս ձեզ մաղթում եմ անսահման առողջություն, առողջ մնացեք, լավ եղեք, հաջողակ եղեք, սիրում եմ բոլորիդ, իմ լավ բարեկամներ ջան,